Բարի երեկո 5-րդ եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Սուրեն Զոլյանի հետ։ Պարոն Զոլյան, շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսակցությունը սկսենք ամենակննարկվող թեմաներից մեկով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում էր երեկ եւ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը հետեւյալն էր, որ ներկա է լինելու եւ մասնակցելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարների քննարկմանը, սակայն ինչպես նույն Եվրոպական խորհրդի կայքում էր նշված, պարզապես հանդիպումների միջակայքում շրջանակներում ոչ պաշտոնական նախաճաշ են ունենալու Արարատ Միրզոյանի հետ։ Նման ձևակերպումը մեր հայրենի ԱԳՆ-ի կողմից ինչու եք պայմանավորում, պարոն Զոլյան։ Դե գիտեք, ԱԳՆ-ն չի ուզում դա բացահայտել, թե ինչ ֆորմատով է լինելու հանդիպումը, որ դա լինելու է ոչ թե պաշտոնական հանդիպում, այլ, այդպես ասած, ավելի շուտ ոտի վրա։ Լուսանցքային, այո, ինչ։ Լուսանցքային, բացի դրա ճիշտ է, այնտեղ կա այդպես ասած, այդպիսի ֆորմատ, գործնական նախաճաշ, բայց դա գիտեք, այն դեպքը չի։ Գործնական նախաճաշը լինում են ենթադրենք բանակցություններ, նրանց ընթացքում կարող է եւ ճաշ լինի եւ այլն։ Գործնական նախաճաշան հասկանալի է, որովհետեւ եթե այնտեղ պաշտոնական հարցեր պիտի քննարկվեն, այսինքն նաեւ ֆորմատն է վիրավորական, փաստորեն այնտեղ ինչ։ Ոչ պաշտոնական նախաճաշ։ Ոչ պաշտոնական, դա ինչ, այսինքն գուսանի պես մի ելույթ պիտի ունենաք եւ նրեցինք, թե ինքը պատմեցես ինչ խնդիրների մասին, ոչ արձանագրություն է կազմվում, ոչ որոշում է կազմվում, բայց ես ուզում եմ ուշադրությունը կազմել ոչ միայն ձևի, այսինքն վիրավորական է, դա փաստորեն ասում եմ, մատուցողի կամ գուսանի պես մի հանդիպում, ճիշտ է, ոչ մատուցողի, բայց ավելի շուտ հենց այդ երգչի կամ ինչ-որ թամադայի կարգավիճակ, որովհետև ոչ թե ինչ-որ վատ բանում եմ զոհ երգիչների մասին, դա այլ ֆորմատ է, որը չի ենթադրում արձանագրություններ եւ որոշումներ։ Այսինքն դիվանագիտական մակարդակում հավասարի մակարդակ չի ենթադրում։ Իհարկե, եւ հատկապես մենք չտեսանք ոչ ես տեսել եմ պաշտոնական նյութեր, որտեղ ինքը ինչ-որ հանդիպում է գալիս է ինչ-որ հետո նկարվում է, բայց այդ նախաճաշը չտեսանք ինչ է ուտում, ձվածեղ է ուտում, տեսասիսկա է ուտում, չտեսանք, այսինքն նախաճաշը չեն ցույց տվել։ Չեն ցույց տվել նաև ով է եղել նախարարներից։ Եվ դա պատահական չէ, որովհետև այս պահին շատ դժվարին վիճակում է հենց այդ հանձնաժողովը այնտեղ խզում է շատ լարված իրավիճակ, որտեղ 7 երկիր հրաժարվել են ենթարկվել այդ վերջի եւ բողոքարկում են հանձնաժողովի որոշումը, չխորանանք, բայց համենայնիվ դա նախադեպ բան է, որ հանձնաժողովը ինչ-ինչ առանց կոնսենսուսի ինչ-որ որոշում է կայացրել։ Երկու պետություն պատրաստվում են դատի տալ հանձնաժողովին, դա Սլովակիան եւ Հունգարիան, այսինքն սպասվում է բավականին բարդ վիճակ։ Եվ այս պահին իհարկե Հայաստանի ներկայությունը այնտեղ առանձնապես ոչ մեկին չի հետաքրում, բայց համենայն դեպս այնտեղ ուշագրավ մի հայտարարություն է եղել Կալասի կողմից, որը բացահայտել է բովանդակությունը, թե Հայաստանը հայտով դիմել է, որպեսզի Հայաստանը պաշտպանի իրեն ինչ-ինչ հիբրիդային Եվրամիությունը պաշտպանի Հայաստանի։ Այո, որի աջակցի պաշտպանությանը արդեն ոչ թե Ադրբեջանի ագրեսիայից, այլ հիբրիդային պատերազմից, դեր ընտրությունները չեն էլ սկսվել, բայց արդեն Կալասը խոսում է, որ վտանգված են ընտրությունները եւ Եվրամիությունը իր աջակցությունը ցույց կտա տեղեկատված կան եւ այլն հիբրիդային ինչ-ինչ սպառնալիքների դեմ։ Այսինքն բացահայտվեց, թե ինչի համար է գնացել եւ ինչ աջակցություն է ակնկալում Հայաստանը։ Դրա դեպքում չեմ ասում Միրզոյանը, որտեղ այնտեղ Միրզոյանը ներկայացնում է Հայաստանը, այսինքն մենք ձեզ հետ նույնպես ակնկալում ենք աջակցություն ագրեսորից։ Առանց մեր իմացության կամ մեր կամքը հաշվի առնելու ստացվում։ Այո, մեզանից լավ գիտեն, թե մենք ինչ ենք ուզում եւ ավելի լավ գիտեն, թե մեզ վրա ով է հարձակվել եւ ում հետ ենք մենք այսօր պատերազմի մեջ գտնվում։ Պարոն Զոլյան, իսկ հայկական կողմին, մեր ինչպես իրենք են նշում, հայրենի իշխանությունների կողմից մատակարարվող տեղեկատվությունը այսպես ընտրովի ձևով, մատակարարելը ինչով եք պայմանավորում։ Միգուցե իրենք էլ են վազգում, որ Եվրոպական միության իրենց այդքան գովերքած գործընկերները նման մակարդակի ուշադրություն են իրենց տալիս։ Գիտեք, հենց դա է, որովհետեւ բնական է, եթե ամեն ինչը միանգամից բացահայտվեք, թե ինչ կարգ, մենք իմացանք դա ուրիշ տեղեկություններից, ինչ որ Լատվիայի
կայքում եք տեղադրված ոչ Նույն նախաճաշը։ Եվրոպական խորհրդի կայքում էր նշված ոչ պաշտոնապես նախաճաշի մասին։ Նախաճաշ, բայց այնտեղ նաև հաստատ գրված է ոչ պաշտոնական։ Ոչ պաշտոնական, որտեղ բնականաբար պաշտոնական այդ հանդիպումը բոլորին այլ ֆորմատ է ներկայացնում եւ բնականաբար այնտեղ կան այլ պետությունների հետ պիտի համագործակցեն։ Դա ավելի շուտ ինչ-ինչ խնդիրներ ստեղծելու Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու, այլապես ես չեմ հասկանում, թե ինչու կալասը բացահայտեց այն, ինչի մասին լրում են Հայաստանի իշխանությունները, որ նրանք հայտ են ներկայացրել ագրեսորի դեմ պաշտպանվելուց։ Իսկ այդ ագրեսորն ով է։ Մենք գիտենք Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք գործուն մասնակցություն են ունեցել պատերազմին։ Այդ դիսկուսը գնում է այլ բան, որ դա դարձավ պաշտոնական։ Թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այդ մասին խոսել է եւ Փաշինյանը, շատ ավելի բացահայտ ձևով խոսել է նաեւ Ալեն Սիմոնյանը, ել քրականներ Արագ Միրզոյանի այդպիսի ձևակերպում չեմ լսել հրապարակային ելույթները, բայց քանի որ դիմել է կալասը դժվար թե ստի, ուրեմն գրավոր ձևով ինչ-որ այդպիսի փաստաթուղթ կա եւ հետաքրքիր է, որ կալասը դա բացահայտել է, կարող է, եթե մենք վերցնենք օրինակ Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը, թե 1000 ու մի բանի մասին է խոսվել, թե ոնց է նախաճաշի ժամանակ այդ զվաձեղը ուտելուց միջանկյալ ինչ-որ թեյ խմելուց այդքան թեմա են հասցրել քննարկել, իհարկե զարմանալի է, բայց Կալասը խոսել է միայն ու միայն այդ հիբրիդային պատերազմի եւ արդեն կոնկրետ նշել է Մոլդովայի օրինակը, թե ինչ են նրանք արել Մոլդովայում եւ այդ պիտի նման ձևաչափով աշխատեն նաև Հայաստանում։ Պարոն Զոհլյան, այսպիսի մի դրվագ կա։ Անընդհատ շեշտում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Սակայն Նիկոլ Փաշինյանն եւ իր քաղաքական թիմի անդամները արդեն 8 տարի վստահ տոնով հայտարարում են, որ իրենք պողպատյա մանդատ ունեն, ժողովուրդը իրենց ընտրել է եւ իրենց քաղաքական մրցակիցները ուղղակի իրենց հետ մրցելու հնարավորություն անգամ չունեն։ Ինչն է ստիպել քաղաքական այդպիսի փառահեղ հաղթանակ արձանագրած թիմին Եվրոպային դիմել նմանատիպ հարցով, ինչ մտավախություններ ունեն։ Գիտեք ինչ, ոչ միայն նրանք մտավախություն ունեն, այլ նաև Եվրոպան մտավախություն ունի, որտեղ թե նրանք թե եվրոպական գործընկերները, չեմ ասում Եվրոպան, որտեղ Եվրոպայի հետ ես շատ լավ գիտեմ եւ աշխատել եմ եվրոպացիների հետ եւ բոլորին գիտեմ եւ թե ինչ բանն է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ եւ միշտ կողմ եմ եղել, բայց այստեղ այդ կառույցները, որ այսօր ղեկավարում են, նրանք տանում են արձակատմանը Ռուսաստանի հետ։ Իրենց պետք է, ինչպես որ Արցախի հարցում, վատություն անել Ռուսաստանին։ Դա է հիմնական խնդիրը։ Դրա համար Արցախը փաստորեն մենք կորցրեցինք։ Հիմա չեմ ասում անվերադարձ, միգուցե կան հնարավորություններ ինչ-որ երկեք դա հիմա դա չենք քննարկում։ Համենայն դեպս միայն թե Ռուսաստանին վատություն անելու համար Հայաստանի ղեկավարությունը հանձնել է Արցախը։ Այդ պիտի միանշանակ արձանագրենք։ Եվ եթե մենք անդրադառնանք 19 թվականին, դա առանձին թեմա է։ Նկատի ունեք Արցախի հակամարտության ասող հրապարակված փաստաթղթերը։ Այո, այնտեղ հրապարակված փաստաթղթերը եւ Հայաստանի այն ժամանակվա արձագանքը եւ այլն, բայց անդրադառնանք այդ հարցին, այսինքն Հայաստանից եւ այդ ինչ է ուզում, այսինքն ոչ իշխանությունները, ոչ էլ Եվրոպան այդքան էլ համոզված չէ եւ պատրաստվում են այլ մոլդովական սցենարների, միգուցե կասենք ռումինական սցենարների, երբ հաղթող տեխնացուն փաստորեն բանտում հայտնվեց, որպեսզի իշխանության չգա։ Այո, որտեղ այդ նախ սկզբից եւ մինչեւ հիմա մենք ոչ մի վկայություն չենք տեսնում, բացի այն կասկածանքներից, որ ունեին եւ այդպես էլ չհրապարակված տվյալներ, որ ինչ-ինչ համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ճիշտ եմ հասկանում ձեզ, որ այս իշխանությունները նաեւ իրենց եվրոպացի գործընկերները գրեթե վստահ են, որ ընտրություններով, նույնիսկ վարչական լծակների կիրառմամբ հնարավորություն չունեն առանձին հարց է, այսինքն վստահ են թե ինչ, որտեղ այդքան միանշանակ չէ, միգուցե առանձին թեմա է։ Համենայնիվ նրանք պատրաստում են երկրորդ տարբերակը։ Եւ մենք գիտենք նույն Տրամպը, որ Օբամային դատի է տվել, որ փաստորեն Ամերիկայում լրիվ այլ մոդել է։ Չէ, բայց փաստորեն Տրամպին են մեղադրում, որ Ռուսաստանի հետ կապ ունի ընտրություններին, հետո բացահայտեց, այո, հետո բացահայտեց, որ դա նախագահ Օբամայի հրահանգով հատուկ ծառայությունները կեղծել են փաստաթղթերը։ Նույնը կարող էինք ասել երևի Ռումինիայի վերաբերյալ, որտեղ թե հատուկ ծառայությունները մինչև հիմա փաստաթուղթ չեն բերել, նույնը Մոլդովայի, որտեղ այդքան ասվել է, որ Եվրոպական միությունը կանխեց ինչ-որ իշխանափոխություն, պրոռուսական ինչ-ինչ գանգստերների կողմից, մենք նույն սցենարը պիտի լինի եւ
Հայաստանում անգամ փաստորեն այնտեղ եթե վերցնենք ուժային կառույցները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սահմանադրական դատարանը, այսինքն անգամ բոլոր պայմաններն են ստեղծված, ասելու որ դա եղել է հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ, ընդդիմության ղեկավարներին կարող են բանտարկել, ինչպես որպես ռուսական հետ հիբրիդային պատերազմի առաջամարտիկներ, չեղյալ հայտարարեն ընտրությունները եւ այլն, այսինքն այդպիսի սպեկտր ուղղակցվում է եւ այսինքն քարտ բլանշ է Եվրամիությունը տալիս այս իշխանություններին բռնաճնշումների դիմելու իրենց հակառակորդներին։ Այո, այդպես ասենք, գիտեք, ասենք Եվրամիության ղեկավարությունը փաստորեն տարանջատենք Եվրամիությունը Եվրամիության ղեկավարությունը։ Ամենայն դեպս այսօր ինչպես որ Հայաստանի իշխանություններն ենք Հայաստանից տարանջատում, նույնիսկ պետք է ղեկավարությունը, որտեղ այսօր ունենք մի քանի հանձնարարություն, որոնց Եվրամիության դիրքորոշումը գիտեք անտարբեր է, այսինքն նրանք այդքան չեն ուզում Հայաստանը իրենց համար շատ հերու երկիր է, դրա համար այդպես ասած մենք չտեսանք այդ ռիգին ովքեր են մասնակցել այդ հարցերը քննարկել այդ ներկայացուցիչները, այդպես ասած Եվրամիության ներկայացուցիչները, որտեղ նախարարները բոլորը այնտեղ են եւ մենք նորից եմ ասում պաշտոնական տեղեկություններից միայն Լյուքսեմբուրգի նախարարի հետ Միրզոյանը հանդիպել։ Մնացածները երկրից զբաղված են ուրիշ գործերով։ Խոսուն իհարկե մասնակցություն է, Լյուքսեմբուրգը ոչ մի հետաքրքրվածություն չունի։ Հա, բայց դե կողքն է, թե նույն երկու ժամվա ճանապարհ է Բրյուսելից, բայց բոլորը հիմա Բրյուսելում են, Բրյուսելում, բայց այլ հարցեր են քննարկում։ Ինչու եմ դա ասում։ Փաստորեն պատրաստվում է մի այսպիսի սցենար, որտեղ եւ մենք տեսանք օրինակ Գյումրիի օրինակով, հիմա Գյումրիի քաղաքապետը բանտում է նստած։ Անկախ դրանից ով է ընտրել, քանի ձայն է եղել, այսինքն ընտրված քաղաքապետ։ Այո, եւ մինչեւ ընտրությունների անգամ հրապարակումը արդեն միանգամից ասում է, թե Ռուսաստանը արդեն մեղավոր է, ագրեսորը արդեն հռչակվում է, որ պիտի խաղների Հայաստանի միջամտի գործերին։ Բայց տեսեք, փաստորեն դրանով մենք շատ ենք խոսում արտասահմանյան գործակալների մասին, 5-րդ Շարասյան մասին եւ այլն։ Մենք Հայաստանում հիմա տեսեք, հենց Հայաստանի կառավարությունը իդեմս Միրզոյանի գնում եւ ասում է, ես օտարերկրյա գործակալ եմ եւ 15 միլիոն եվրո իրեն տալիս է, բայց հարցը իհարկե փողը չի։ Իմ հարցից առաջ եկավ պատասխանելը, այսինքն իրենք ընդունում են, որ իրենք փաստացի դառնում են Եվրամիության գործակալ։ Բայց ինչպես այլ ձևով ինչպես ենք, բայց եթե գնում է օժանդակություն է խնդրում, այս ինչ առաքելության համար, այն էլ որը կարծես թե Հայաստանի ներքին գործն է։ Դու ունես անվտանգության համակարգ, ունես ինչ-ինչ նախարարություն, վերջերս հետախուզության գործակալություն եւ անզորես ասում եք արի ինձ պաշտպանի այդ հիբրիդային պատերազմում։ Պարոն Զոյլյան, բայց Հայաստանի իշխանություններին կարելի է հասկանալ։ Իրենք փորձում են գնալ Եվրամիություն եւ միգուցե իսկապես վտանգ են տեսնում Ռուսաստանի։ Ուրեմն նախ եւ առաջ Եվրամիության գնալու մասին։ Նորից եմ ասում, ես ոչ թե դեմ եմ Եվրոպայի հետ կահարում, իրատեսական խոսենք։ Եվրոպական միությունը երբեք Հայաստանին չի ընդունի։ Ոչ թե որտեղ վատն է, թե լավն է, միգուցե մենք լավագույնն ենք մարդու իրավունքների ժողովրդավարության բաստիոն։ Չի ընդունի մեկ որի մասին չի խոսում։ Անդամությունը ենթադրում է վետոյի իրավունք։ Կան պետություններ, որոնք երբեք չեն դառնա։ Նույն Թուրքիան, Սերբիան, որ թվական 2009 թվականից տեխնացու է։ Թուրքիան եկավ արդեն 30 տարի է։ 87 թվականից։ Հա, Վրաստանն էլ խնդրեմ կունենա, որտեղ նրանով Եվրամիությունը տալիս է վետոյի իրավունք, այսինքն արգելափակելու իրենց ներքին քաղաքականությունը։ Եվ պետք է համոզված լինի, որ դա յուրայինն է, միջև վերջ յուրայինն է, եւ այդպես ասած ֆոկուսներ չես անի։ Գլխավորը դա է, այլ ոչ թե ինչ-որ։ Մնացածը գիտեք, խոսակցությունները Փաշինյանն էլ գիտի, որտեղ ինչի մասին է խոսում։ Մենք Եվրասիական միությունին դուրս չեն գալու, որտեղ բարձ ասում է, որտեղ Եվրոպայի միությունը մեզ ոչ ոք այնտեղ չի սպասում։ Ինչու հիմա դուրս գաք։ Ստավոր գիտի այդ մասին։ Դե եկվի մեկը ասել է, որտեղ տվյալ դեպքում մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք միայն խոսակցություններ, ոչ մի եւ աշխարհական առումով կոմունիկացիաների առումով եւ քաղաքական առումով Հայաստանը հիմա ոչ մեկին պետք չի, որտեղ փոխվել է վիճակը։ Հայաստանը մինչեւ Արցախը եւ Զանգեզուրը, իսկ հիմա առանց Արցախի, առանց Զանգեզուրի ուղղակի տարածք է, որը դառնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ասոցիացիան գոտի եւ դրա հետ համաձայն են նույն Ամերիկան, որը միշտ էլ այդպես ասած որպես վերակացու այս տարածաշրջանում Թուրքիային էր ընդունում եւ դա երբեք չի փոխվի, անգամ երբ որ սրվում են հարաբերությունները, բայց այդ մշտական դերը ուներ 90-ական թվականից հստակ բարձր գրված այդ փաստաթղթերով, կարող է մեջբերումներ անել։
որն է ռազմավարությունը Միացյալ Նահանգների։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը դա օգտագործում է միայն ու միայն, որ ստեղծի ինչ-որ Ռուսաստանի դեմ ճակատ, Վրաստանում չհաջողվեց երկրորդ ճակատ բացել, հիմա Ադրբեջանն է, որ ինչ-ինչ, բայց իրեն երևի զուսպ է պահում, միջև վերջ չի գնում եւ չի բացահայտում, բայց դե իհարկե։ Իսկ Հայաստանի վերաբերյալ փաստորեն մենք այն վիճակում ենք, որ այլևս այդպիսի դերակատարություն չունեն։ Դե άμα գիտեք, երբ որ ասում են, որ նույն դիսկուրսը կա, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի դեմ գործողություններ անել, հիբրիդային պատերազմ, ոչ, Ռուսաստանը բավականին անտարբեր է։ Դեպ ասեմ, որ մարդիկ կան Հայաստանում, որ ասում են Ուկրաինայի պատերազմը հավաքվի, Ռուսաստանը ամբողջ ուժով կգա, վերադառնալու է հարավային Կովկաս Հայաստանում։ Այդպես չի։ Այդպես չի։ Ինչու է այդպես հակված կարծես։ Գիտեք, ես բնական այդ ինֆորմացիան չունեմ, բայց Ռուսաստանը իրեն զուսպ է պահում, չի ուզում միջամտել այն հարցերի, որտեղ վստահություն չունի, ում վրա հենվի այսօր Հայաստանում։ Ճիշտ է, որոշակի քայլեր կարող է անել, ենթադրենք, նույն ինֆորմացիայով նախատեսվում է այսօր թե վաղը Օվերչուկի այցելությունը Հայաստան չեղարկվել այցելությունը։ Կապված է դա միջկառավարական ինչ-որ անհաշտության պատճառով։ Գիտեք, բոլոր դեպքերում Ռուսաստանը բավականին զուսպ է նայում, ռուսական այդպիսի բան կա, Մոսկվայի եւ Փարի պատմությունը, եւ Փիրը ուղղակի ուշադրություն չի դարձնում, բայց որովհետեւ եթե լուրջ ձևով խոսենք, փաստորեն Հայաստանը ոչ մի լուրջ խնդրեմ Ռուսաստանի համար չի ստեղծել, չի կարող ստեղծել իր հաշվի առնելով, բայց ամենաթեթև մի թեթև շարժումով Ռուսաստանը կարող է Հայաստանի եւ ապրանքա եւ միգրացիոն հարցերի հետ կապված այդ մանր հարցեր։ Այո, նույն ինչ-որ ձևով բույսերի հետ կապված ստուգման հետ, կոնյակի որակի հետ եւ այլ հազար ու մի լծակում։ Դուք նշեցիք, որ Ռուսաստանը բավականին անտարբեր է։ Երեք ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հարցազրույցի ժամանակ, որ Թրամփի ուղու հարցում մեծ դերակատարություն ունի Թուրքիան։ Այո։ Եվ այսօր ռուսական կողմից հայտարարություն է հնչում ԱԳՆ-ի, ուրեմն Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ Թրամփի ուղու գործարկման եւ դրանում Ռուսաստանի մասնակցության հարցը, որին Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովում լրագրողների ճապազրույցի ժամանակ հակադարձում է, որ ոչ մի նման քննարկում ռուսական կողմի հետ չկա, կտրուկ մերժում է։ Հիմա սա ինչի մասին է խոսում։ Ռուսաստանը այնուամենայնիվ փորձում է որոշակիորեն իր ազդեցությունը պահել տարածաշրջանում։ Չէ, գիտեք, ասի որ անտարբեր է, մի քիչ այդպես ասած չակերներում հասկացեք, ես ուղղակի ուզում չի խառնվում, այսինքն անգամ իա գործողած այդպես ասած չակերտերով շպիոնների նույն պարոն Կարապետյանի վերաբերյալ ոչ մի դեմարշ չի եղել, կամ իա ինչպես ասում են կաթողիկոսների գործակալը էլի ինչ-որ չեն տեսնում։ Կրեմլի գործակալը է։ Հա, նույն դեսպանը արդեն 7 տարի է չի փոխվում, երբ որ փոխվի իրավիճակը, բնական է այնտեղ բնական է Ռուսաստանը չի ուզում ձեռից բաց թողնի, բայց ինքը քայլեր չի, այսինքն վիճակը պահում է նույն ձևով, ինչպես որ կա։ Ձևական ինչ-որ հայտարարություններ են հայտարարություն է անում, իհարկե բնական է ինչ-որ շահագրգռվածություն կա, ռազմաբազայի գործոնը կա, այդտեղ տեղադրված է։ Ինչու ասեցի, Հայաստանը այդպես ասած շոկտ լեզվով ասավ լուրջ խնդիր չի ստեղծում Ռուսաստանի համար։ Այդ դիսկուրսները Այսինքն թող խաղան իրենց խաղերը, հա, մինչև մենք հետո հետ արակի ձևով այ մոսկոս նացիոնալնա խոչլայետնա սլանա փոխին ինչ հարցեք թեև ասում եմ եթե ամենափոքրիկ շարժումը եթե մենք կտեսնենք այդ բանը բայց հիմնական խնդիրը նա չի գիտեք ինչ Ռուսաստանը ոչ թե անտարբեր է կամ չի սիրում կամ նույնն էլ ամերիկան եւ նա չի տեսնում ուժեր ում հետ կարող է խոսալ ու կարող է հենվել, որտեվ Հայաստանը նորից եմ ասում, մենք չունենք, ասում են բոլորը մեր թշնամիներ են կամ այս մեկը Ռուսաստանն է, թշնամին մյուսը ասում Միացյալ Նահանգները, դա կախված է մենք մեզ ինչեր ենք պահում, եթե բերեմ որպես օրինակ 2019 թվականի փաստաթուղթը, որը փաստորեն բոլորին այլ նայություն է տալիս Հայաստանի զարգացման համար, մենք հիմա կունենայինք Արցախ մոտապես Կոսովոյի կարգավիճակով, թեկուզ միգուցե Ադրբեջանը չճանաչի, բայց կունենայինք սահմաններ, որոնք պիտի պաշտպանված լինեին միջազգային Կուբատլիում, իսկ որոշ դեպքերում ուղղակի պիտի մեր հարևանը լիներ Արցախի հանրապետությունում, Լաչինում եւ Քելբաջարում, Սյունիքում էլ պիտի տեղակայված լինեին միջազգային, այսինքն այդ դերը Հայաստանի դուրս կգար։ Արցախը կունենանք թեև ասում են միջանկյալ, բայց բոլոր դեպքերում միջանկյալ, բայց միջազգայինորեն ճանաչված կարգավիճակը։ Վերջո Արցախը կլիներ հայկական ու հայկական, եւ այսինքն տեսնում եք մենք ինչ ունեինք, բայց ինչ է ասել Հայաստանի ղեկավարը։ Ես նորից միաժամանակ բերում այն իր ելույթը
Ասել է, ես ասել եմ այդ դեսպաններին, թող սեղմագիր կազմեն, ես բան չեմ հասկանում այդ փաստաթղթերից։ Սա ուղղակի ձեր ակնելու ասած ոնց է դու գերտերությունների դեսպաններին ասում ես իմ համար սեղմագիր կազմեք, դու չա օգնական ռեֆերենտ չունես, որ քո համար սեղմագիր կազմեք։ Այսինքն Արցախի հարցը դա նրանց ավելի շատ պետք է ուզեր, քան թե Հայաստանի հարցը։ Չէ, արտասարակ դա գիտեք, դա այնքան կալվում է ասելով գժի տեղ դնելով իրեն, բայց այդ մարդիկ ընկալել են որպես բնականon ես նախագահներին զեկուցել եմ, որ այդ մարդը մեզ ուղղակի ձեռ է առնում, ասում եմ ինձ համար սեղմագիր կազմեք։ Բայց ինչու եմ ասում, այսինքն նաև վերաբերմունք կա, որ պետք է հասկանալ միջազգային հարաբերություններում եւ ոչ մեկի այդպես ասած գնալ այդ մեզ այդպես բալ, որ ոչ մեկի հետ աղճակատում չլինի։ Ես չեմ ասում մենք հիմա աղճակատվենք Ռուսաստանի հետ կամ հակառակ Ամերիկայի հետ, կասենք դու վատնես եւ այլն։ Բայց հիմա այն վիճակն է, որ Հայաստանը պիտի ընտրություն կատարի, վերջը ինքը ինչ է նշանակում ինքնիշխանություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։ Իսկ դրա տեղը մնացել է, պարոն Զոլյան, ինքնուրույն որոշումներ ամեն նոր փաստորեն այդ շեմը, որտեղ մեզ ասում են այդպես չանենք, եթե այդ գյուղը չտակ, վաղը սա ենք անելու եւ այլն։ Մենք տեսնում ենք, եթե վերցնենք ճանապարհային ֆակտեսկա ծրագիր, այսինքն Հայաստանի ապականդելու որպես մնալու է մի տարածք, որը իրականում լինելու է արևմտյան Ադրբեջան։ Վերցնենք ուղղակի այն ինչ մասին, ոնց որ թե ինչպես հասկանում եմ, անկլավների հարցը լուծված է։ Արդեն որոշ քարոզիչներ, մենք տեսնում ենք եւ հերոստատեսյան բացատրում է ոչ մի վատ բան չկա, ինչ է եղել։ Արդեն լեգիտիմացնում է ճանապարհը այստեղ կգնանք, ավելի լավ ճանապարհ կլինի, այդ մենք Տիգրանաշենը կտանք, բայց կողքը մի հատ ուրիշ ճանապարհ կլինենք, ավելի կարճ, ավելի հարմարավետ։ Մոտապես ինչ որ գիգանտի վերաբերյալ։ Այն գյուղերը ոչ մեկին պետք չեն, բայց դե կարող է Արցախաշենում ինչ որ չգիտեմ հանգստյան տուն կառուցենք։ Արդեն այդպիսի դիսկուրսներ ես իմ ականջով լսել եմ։ Բնական է, երբ ասում են թե նույնն է, հիմա նորից եմ ասում, որ Հայաստանում խոսում են Արցախի վերադարձի մասին, նույնն է Ադրբեջանում, ոչ, Ադրբեջանում խոսում է այդ վերադարձի վերաբերյալ եւ իրավունքի մասին երկրի նախագահը։ Փաստորեն ինքն այդ հարցը դնում, ասում այդ մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիքը, որտեղից ինձ բռնի տեղահանել են ժամանակին։ Դա իրենց պատմական հայրենիքն է, արևմտյան Ադրբեջանն է։ Չի մոռանում ամեն անգամ ասել, որ Երևանը պիտի լիներ Ադրբեջան, բայց ուղղակի ադրբեջանցիք 18 թվականին այդպես բարի գտնվեցին, որ ասեցին չէ լավ թող հայերը այնտեղ ապրեն։ Այսինքն այդ նարատիվները գալիս են ոչ թե ինչ որ լրագրողն է գրում, այլ երկրի նախագահը։ Իսկ դա ամեն ինչը գրված է, եթե ուզենք իմանալ, դեռ 93 թվականին Հեյդար Ալիևի հրամանագրում, որ այդպես էր կոչվում, այդ բնականագործեն կարդացել 200-летию геноцида азербайджанцев совершенных армянами։ Այսինքն իրենց գործողությունների ուղղակի կատարողների դերերն են։ 200 տարի առաջ հայերը, որոնք պետականություն չունեին, բայց շատ խորամանկ էին, ազդելով Ռուսաստանի կայսրական իշխանությունների Ալեքսանդր առաջինի ինչ-ինչ ազդեցություն ունենալով կարողացան հասնել նրան, որ ադրբեջանական տարածքում ստեղծվի այդպես ասած Արմյանսկայա օբլաստը։ Եվ այնտեղից եւ այդ ցեղասպանությունը շարունակվում է, բայց փաստորեն այդ ռազմավարական ծրագիրը ադրբեջանական եւ Ալիևը Իլհամ Ալիևը մի քանի անգամ ասել է, որ ինքը կապարի ասելու այդ ծրագիրը, որ ադրբեջանական ժողովուրդը պիտի վերականգնի իր բոլոր իրավունքները։ Այո, այնտեղ ասում են 18 թվականին, 47 թվականին, 88 թվականին հայերը իրականացրել էին ցեղասպանություն եւ դրա համար պիտի պատասխան տան։ Եվ դա գրված է եղել 93 թվականին։ Դե Ալիևը զուգահեռ իրականության ինչ որ պատմություն է գրում, չէ, գիտեք ինձ զուգահեռ պատմությունը եկավ, բայց դա ստեղծում է նոր իրականություն։ Նա ստեղծում որտեղ այսօր դուք կարող եք գնալ Ստեփանակերտ։ Ոչ։ Որի գործում մեծ փաստորեն ներդրում ունեն Հայաստանի այսօրվա իշխանությունները, այդպես է ստացվում։ Դրա համար պիտի պատասխան տան վերջը։ Եվ դրա համար գիտեք ես զարմանում եմ, որ այդ փաստաթուղթը հրապարակելով չեն ասում թե դրան ինչ է արվել։ Դրանից հետո ինչ է եղել, բայց նաև հանրությունն է լրում, որտեղ գիտեք ինչ, այդպես չի, որ պարտությունը միայն մենք կարող ենք վերագրել երևի ֆուտբոլային լեզվով ասեմ, որ ամեն բոլորի համար հասկանան։ Մենք չենք կարող ասում, գիտեք, թիմի մարզիչն է պարտվել, բայց թիմը լավ է կրվել է մարզադաշտը, ոչ Հայաստանն է պարտվել։ Չենք ասում դարկ պասապարն այդքան 9 գոլ բաց թողել, բայց մարզիչը լավն է, ինչ աներ, դարկ պասապարն է սխալ եղել։ Այսինքն դա պարտությունն է Հայաստանի համար, եւ դա պիտի գիտակցենք եւ բնական է պիտի պահանջենք պատասխան նրանցից, ովքեր այդ պահին բերել են այդպիսի պարտությանը։
Պարոն Զոլյան, անդրադառնանք նաև եկեղեցու դեմ սկսած արշավին, մայր աթոռին վեհափառին պատերազմ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը եւ այսօր տեսանյութ է իր էջում հրապարակել, որտեղ ասում է, որ հայ առաքելական եկեղեցու նորոգման իր առաջարկած քարտեզի 2A կետն այն մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքներին, ինչ որ չափանիշների հոգևորականները պետք է համապատասխանեն ըստ Նիկոլ Փաշինյանի եւ այս առաջին հայացքից այո մի փոքր պատմական կամ վերլուծական ոչ այնքան խորը հատկություններ ունեցող մարդկանց տեսանկյունից կարող է թվալ ինչ վատ է որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խորապես մտահոգված է հայ հոգևորականի առաքինի կերպարի մասով, բայց իրականում ինչ վտանգներ ունի նմանատիպ հայտարարությունն ու քաղաքականությունին։ Գիտեք, Խաչատուր Աբովյանը այդպիսի մի գրքույկ է գրել «Պարապ վախտի խաղալիքներ»։ Եվ եթե դա է, մարդը ահագին պարապ է, ի վիճակի է նման գործեր գրել, եթե դա գրում է, կետերով 2A դե թողնելի հիմա գիտեք, բնական է, այդ ոչ մի կարող եմ, ես հիմա կարող եմ մի այլ բան գրել, ենթադրենք, թե ինչպես բարելավել անասնապահությունը Հայաստանում։ Առանց ոչ բան հասկանալ, որտեղ այդ մարդը չի էլ հասկանում, ենթադրենք, որ եկեղեցին եւ պետությունը ստեղծվել են որպես տարանջատված միություններ։ Հենց քրիստոնյաները ոչ մի վատ բան չեն հոմեական կայսրության դեմ չեն այլ, բայց չի ենթարկվում պետական խորհրդանիշներին, այսինքն մարդը որ ասում է եկեղեցու վրա պիտի դրոշ լինի, ուրեմն գործից բան այս մարդը ակասարել բան չի հասկանում քրիստոնեությունից, բայց դա խնդիր չի, իմ կարծիքով գիտեք ինչ, հատուկ սնվում է վիճակը, ես չեմ ասում այդպես ասած իր գրագնության ունակությունները, դա բոլորին այլ հարց է, բայց իմ կարծիքով այս ամբողջը գեներացվում է մեկ այլ նպատակով շեղել ուշադրությունը հենց Զանգեզուրի Միջանցքից, որ արդեն բոլորը ասում են մի Զանգեզուրի Միջանցք, ոչ ոք չի ասում Սյունիք, եթե վերցնենք միջազգայինը, փաստորեն ինչքան հասկանում եմ այդ համաձայնությունը կա արդեն տալ։ Այսինքն տրված է Միջանցքը։ Այսինքն տրված է, Միջանցքը տրված է, հասնում է հարցը հասնում է անկլավներին, դրանից հետո ընտրություններից հետո ուրեմն հարց կլինի ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ եւ այլն։ Փաստորեն շեղում են այդ ինֆորմացիոն առումով շեղում են այդպիսի նուրբ թեմա են ընտրել, որը մարդկանց վրա ազդում է, մարդը ուզում է արձագանքի, ինչ դիրքորոշում հայտնի, մոռանալով այն մյուս խնդիրների։ Իմ կարծիքով այստեղ երկու հարց կա, մեկը որ այդպես ասած շեղող օրակարգ, մյուսը դե բոլոր դեպքերում մարդը որ սիրում է գրել մի թեմա պիտի գտնի, մինչև այդ ինչ որ կրթության մասին է գրում, մշակույթի վերաբերյալ, որ ինչպես պետք է թատրոնում սկզբից պետության ներկայացուցիչը գա այնտեղ բացատրի դերասաններին ինչպես պիտի խաղան։ Այդ փաստաթուղթը իդեպ այդպես չի հանվել շրջանառությունից քննարկվում է։ Ուղղակի դա այն թեմաներ, որ այդպես է սորական մարդկանց չի ուզում դրա համար լայն քննարկման առիթ չդարձավ։ Բայց այս առումով գիտեք մի հարց էլ կա։ Ես ուզում եմ ասել, այն որ եկեղեցին պիտի մաքրվի, ապացուցեց հենց 7 եկեղեցու այն կեղծ պատարակը, երբ 4 եպիսկոպոս, 4 կեղծ պատարակը, երբ 4 եպիսկոպոսներ իրենց հոգևոր եղբորտունն են, որը բանտարկված է, գալիս ու պղծում են հենց իր առաջնորդանիստ եկեղեցին Շիրակի։ Դա գիտեք զզվելի երևույթ է, եւ ես չեմ պատկերացնում, թե այդ նույն սրբապիղծները ոնց պիտի Աստծո կողմից, չգիտեմ, օրհնեն նորապսակներին կամ վերջի ճանապարհ հանգուցյալին ճանապարհեն։ Դե հոգևորականներն ասում են դա հավասարազորի անեծքի իրականում իրենց այդ եմ ասում, բայց այդ մարդիկ փաստորեն կան եւ ոչ միայն իրենք, այլ ինչ որ կան քահանաներ եւ այլն։ Այսինքն այդ մարդկանց ես նրա համար ասում եմ, այդ պատերազմը ժամանակավոր կարելի է մի քանի եպիսկոպոսներին բանտարկել եւ պատմության մեջ մենք այդպիսի դրվագներ շատ ունենք։ Հենց եկեղեցին դրանով է եկեղեցի դարձել, որ հենց քրիստոնյաների եւ նահատակների արյամբ է ամրապնդվել։ Բայց ժամկետ եկեղեցին միայն շահել է, որպես այդ սրբապիղծներից, որոնք Աստծո անունից են խոսում, մինչև իհարկե կազատվի եւ ավելի ընկալելի ձևով կլինի, ընկալելի եւ ավելի հազոր։ Այսինքն կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես նպաստում է եկեղեցու մաքրմանը։ Այո, իհարկե։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդպես ասած այլ արտահայտություն
չասենք, որ 14-ը իրարից տարանջատվում է տվյալ դեպքում եւ եկեղեցին դրանից միայն ավելի ուժեղ դուրս կգա եւ ավելի մեծ հեղինակություն կվայելի, որովհետեւ այն ինչ որ վանում եք որոշ մարդկանց եւ ինչը խոր եք ստեղծում տարբեր աղանդավորների համար կյանքի խոսք եւ այլն դա մի ձև է որ ցույց են տալիս այդպիսի մարդկանց որոնք միայն խայտարակում էին եւ եկեղեցին եւ հայ կերպարը Պարոն Զոլյան, եւ մեր զրույցի վերջում կուզենայի շատ կարճ անդրադառնայինք նաեւ Միքայել Սրբազանի հարցին, որովհետեւ պարբերաբար տարբեր փորձագետներ, քաղաքագետներ շեշտում են մի հանգամանք, որ այս իշխանությունները հատկապես վախենում են Միքայել Սրբազանի խոսքից։ Ինչով է այդքան վտանգավոր այս իշխանությունների համար ամբից հոգեվոր կյանքով ապրած հայ հոգեվորականը։ Միքայել Սրբազանի օրինակը ցույց է տալիս, ինչքանով է վտանգավոր խոսքը, ինչու է այդպես, որտեւ եթե մենք վերցնենք ինքը ոչ տիկնապահներ ունի, ոչ տիկնազոր ունի, ոչ ինչքան հզոր զենքը դա ազնիվ խոսք է։ Եվ դա կարողանում է ազդել մարդկանց վրա, որովհետև ստեղծում է մթնոլորտ, որտեղ որպես զսպող ուժ, նույնը ենթադրվեցեք քաղաքների պահվածքը Գյումրիում։ Արժանապատիվ բնական է, դա իհարկե նրա օրինակը կար եւ բնական է այն բացված պատարակի ժամանակ այդ կերպարը իհարկե կար եւ բոլորին հակառակ կազմակերպիչների երևի էֆեկտ տվեց։ Պարոն Զոլյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Գերագույն խորհրդի պատգամավոր քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։